նշում եմ, ինչպես նշեցին, քաղաքապետարանի ամբողջ հանձնակազմը են մարդիկ, ովքեր որ ընդգրկված են եղել այս այգու կառուցմանը։ Եթե դուք հետևում եք, տեսնում եք, որ ամեն մի մետրի, ամեն մի սանտիմետրի վրա մենք աշխատում ենք, քանի որ հարցեր, պատասխաններ, դա ինչ վերաբերվում է աշխատանքային, այսպես ասած, առօրյային, բազմաթիվ խնդիրներ ու բազմաթիվ հարցեր կար եւ գուցե եւ կար մի մարդիկ, ովքեր կային, ովքեր որ չէին հավատում, որ կարելի է այս վայրը ինչ-որ նմանացնել ինչ-որ մի հետաքրքիր եւ գեղեցիկ վայր, բայց մենք չէինք փորձում հավատալ եւ տեսնում ենք, որ քաղաքի վերադարձին քաղաքը ունեցավ եւ հանգստի վայր։ Եվ ասեմ, որ որպես ծնող, որպես նախկին ուսուցիչ, ես հորդորում եմ բոլոր ծնողներին, որոնք պետք է տանեն դաստիարակչական աշխատանք, քանի որ Նոյեմբերի 28-ին Նինոցմինդայում տեղի ունեցավ քաղաքի նոր այգու պաշտոնական բացումը։ Միջոցառմանը ներկա էին քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, ավականու նախագահ Վահան Արոյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սումբատ Կուրեղյանը, համայնքային ղեկավարներ եւ բազմաթիվ բնակիչներ։ Տոնական մթնոլորտը ապահովեց երաժշտական դպրոցը։ Ակելի նինոցմինդացիներ, սիրով շնորհավորում եմ այս գեղեցիկ օրվա արդիվ։ Այսօր մեր Նինոցմինդա քաղաքում իրոք տոն է, որովհետև մենք բոլորս գիտեինք անցած տարի այս ժամանակ այստեղ ինչ վայրեր եւ այս պահին ինչ ունենք մեր միասնական աշխատանքի արդյունքում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել քաղաքապետարանի բոլոր աշխատակիցներին եւ քաղաքապետին այս գեղեցիկ նախագիծը պատվիրելու համար։ Մեր ավականու բոլոր պատգամավորներին, ովքեր կողմ քվեարկեցին, որ այս գեղեցիկ այգին կառուցվի։ Վերջին տարիներին մեր մունիցիպալիտետի զարգացման եւ բարելավման համար մենք ունենք մի շարք ծրագրեր ամեն տարի բյուջետի քննարկման ժամանակ քննարկում են այն հարցերը, որ ինչով կարելի է քաղաքը ավելի հզորացնել, ավելի գեղեցիկ դարձնել եւ որպես զբոսաշրջիկության տարածման զարգացման համար մենք ունենք ենթակառուցվածքի հետ աշխատանքներ, կառուցել նոր ճանապարհները, վերականգնել ճանապարհները, կառուցել նոր վայրեր, հանգստյան գոտիներ, որպեսզի յուրաքանչյուր եւ մեր քաղաքացին եւ դրսից եկած մարդը զգա իրեն ավելի լավ եւ ավելի հարմար։ Մենք այսօր ունենք 4 օբյեկտների բացում, արդեն տեղի ունեցավ Պուրակի բացումը գետի կողքին եւ մեծ ծրագրեր է, որպեսզի եւ ես քանի անգամ կոչ եմ արել մեր դասարտներին եւ մենք քննարկում ենք բյուջետը, խնդրեի որ անպայման գային ներկանան եւ ներկայացնեն իրենց այն ծրագրերը, որտեղ նրանք գտնում են, որ ինչով կարելի է մեր քաղաքը ավելի բարելավել, մեր կյանքը ավելի գեղեցիկ դարձնել, որպեսզի նոր ծրագրեր, նոր առաջարկություններ անցկացվեն եւ տարեկան այսպիսի մի քանի նոր ձեռնարկություններ բացելու դեպքում կարողանան իրենք ավելի լավ օգտվեն, քան ասենք ունեին առաջ։ Ըմբես որ ես շնորհավորում եմ մեր քաղաքացիներին, մեր նինոցմինդացիներին իրենց նոր ձեռքբերումներով, նոր հաջողություններով, յուրաքանչյուր այն քայլը, որը գեղեցիկ է, հաճելի է եւ դուրեկան է բոլորի համար, դա անպայման կգնահատվի մեր կողմից։ Նորաբաց այգին շրջապատված է մետաղական ցանկապատով եւ ունի 3 մուտք մետաղական դարպասներով։ Տարածքում տեղադրված են նստարաններ, մանկական խաղահրապարակ, ճոճանակներ, լապտերներ, աղբամաններ, ինչպես նաեւ ջրային շատրվաններ։ Այգին համալրված է տարբեր տեսակի ծառերով, իսկ տարածքի անվտանգությունը ապահովում է տեսախցիկներով։ Նոր այգին նախատեսված է ինչպես ընտանիքների, այնպես էլ երեխաների ժամանցի ու առողջ հանգստի համար, դառնալով քաղաքի նոր օրինագելի հանգստյան գոտին։